կորցնելուց, այդ հայրենիքը չկորցնելու համար մեկ պայմանը դավաճան իշխանություններին հեռացնելն է։ Ուրիշ ոչ մի բան։ Բոլորին կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, գյուղերից հենց հիմա թողեն իրանց ամեն ինչ ու գան Երևան, որտեվ այլ տարբերակ ես հիմա չեմ տեսնում ուղղակի։ Եկել եք աջակցելու ոնց հասկանում եք։ Ես միշտ եմ այստեղ աջակցելու, պայքարելու։ Ինչի՞ հետ է կապում այս ձերբակալությունը։ Ձերբակալությունները Ինչու է պետք է կապենք դավաճան ուզում է նորից ինչ-որ գործողություններ անի, ուզում է իր աթոռը պնդասի, դրա համար բոլոր հայրենիքը սիրող մարդկանց ինքը ուզում է կալանավորի։ Դեպի տեսախցիկները ձայնագրություն հրապարակվեց գաղտնալսումների, որն է ձեր վերաբերմունքը։ Ուրեմն նման ձայնագրություններ, նման սկրինշութեր ես կարող եմ յուրաքանչյուրի անվան տակ կան հասանելի ինտերնետ կայքեր, որ կարող ես այդ ամեն ինչը անել։ Այսօր AI-ի օգնությամբ ամեն բան հնարավոր է անել, հա։ Ես կարամ ամեն բան, որ չգիտեմ, մի քանի րոպեվա ընթացքում հասանելի դարձեմ հանրությանը։ Ես դրանց չեմ հավատում, դրանք բոլորը շինծու գործեր են ու ոնց որ տարիների ընթացքում ցույց է տվել, ասենք Խաբեբը, սուտասան մարդը ունակա ամեն ինչի։ Ու ինքը վախենալով իր աթոռից ի վիճակի է ամեն ինչ անելու։ Վստահ եք, որ Սրբազանի ձայնը AI-ով սարքած է եւ այդ պլանները ընդհանրապես սարքած են սցենարային։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը ասենք նման բաների հետ գործ ունի։ Որտեղ պետք է, եթե տենց բան կա, ես ասում եմ ցանկություն չունեմ ծանոթանալու քնչականի ինչ-որ հաղորդագրությունների, որովհետև դրանք առասպելի ու լեգենդների ժանրից են։ Իրանց հրահանգ է տրվում, ասում է, «Էս պետք է անեք ու այդ անում եք»։ Ուղղակի առիթից օգտվելով նաև ես ուզում եմ ոստիկաններին, քնչական կոմի ուժային կառույցների ղեկավարներին ասեն, տղերք, մի ծառայեք դավաճանին, հետո այդ խարանը դուք կրելու եք, բոլորը տանխտիր։